Իմ ու քու շինած Աստված չի ուզել, ժողովուրդ ջան, իմ ու քու շինած խաղաղությունը կքանդվի, իմ ու քու շինած ազատությունը կքանդվի։ Մարդկա իր հոգու աշխարհում սպես կմտածի, որ ազատ ապրիմ, առանձին ապրիմ, մեղ չեմ գործե։ Սուդ է, քու հորինած ազատությունն է։ Պատճառը ընտանիքս է, պատճառը աշխատանքի տեղը, պատճառը կինս է, ամուսինն է, սուդ է։ Պրոբլեմը իմ ու քու ներսից է։ Պրոբլեմը կինը չէ, ամուսինը չէ, երեխեքը չեն, մարդիկ չեն։ Պրոբլեմը իմ ու քու ներսից է, որ մենք ազատ չենք։ Տերը կուզե բժշկություն եղնի, թույլ տուր։ Ու Աբրահամը հասկացավ, որ իր շինածն է։ Ու հավատաց, որ անիգասել է, պիտի կատարեալ։ Նայեք, հավատքը սկսեց գործել։ Ինչի համար մենք կոչվենք հավատացյալ, որտեղ հավատացել ենք, որ անիգա ամենաթանկը մեզի չի խնայել Քրիստոսը, ու շարունակությունն էլ արտարը հավատքեն պիտի ապրի, որ անիգասել է պիտի կատարեալ։ Իմ կողմը հնազանդվելն է խոսքին, ճշմարտությունը թողնալով, ճշմարտությունը բժշկություն տեղի ունենա, իշքան էլ ցավալի եղնի։ Ու Աբրահամը հավատաց, սիրելիներս, այսինքն Աբրահամը չսպանեց ճշմարտությունը։ Ու Տեր Հիսուսը այդ մարդկանց, այդ հավատացող հրեաներին գսե դուք ինձ սպանել կուզեք, այսինքն այն օր խոսքը չես թողնա որ ներսդ բժշկություն տեղի ունենա։ Չես թողնա որ քեզի աղքատացնե, սկավոր շինե։ Արտարությանը ծարավ ու կարոտ շինե, կհիշեք երանելիները։ Եթե դու չես թողնա, որտեվ ինձի ու քեզի ազատ կամք է տրված։ Մեր գործը ընտրությունը Տիրոջը տալն է։ Աբրահամը տվավ Տիրոջը։